Պարոն ես ուզում եի ընդհանրությունների արդյունքների հետ կապված երեք փաստան հայտնի դարձավ, որ այնտեղ ամասելու որտեղ Բարգավաճ-Հայաստանը ում այսպես մի պրոպոզիցիա փոխել նախագծները, այն դրատագնությունը որտեղ բավական ձայներ են հավաքեն, այդտեղ անվավեր տնեցրեց, իրենք ընդունում են որտեղ հատուկ քաղաքական հաշվարկեր դեսն, հատակակցում այնպես է ուզում անել, որ Բարգավաճ-Հայաստանը չանցնի, Ինչ կասեք այս մասին։ Ես ընտրությունների մասին մի կարևոր բան կասեմ, որը որ կարծում եմ ամենակարևորն է արձանագրելու տեսանկյունից։ Վերջին 8 տարիների ընթացքում առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունում ընդդիմությունը փորձեց զբաղվել ընտրակեղծիքներով, համատարած ընտրակաշարք բաժանելով, կազմակերպելով այլ երկրներից մարդկանց տեղափոխումը Հայաստանի Հանրապետություն քվեարկության նկատմամբ, նրանց շահագրգռելով, վախեցնելով եւ նմանատիպ բաներով։ Ես շատ հստակ ուզում եմ արձանագրել, որ սա կարմիր գիծ էր, որը որ հատվեց ընդդիմության կողմից եւ շատ ուզում եմ հստակ նաեւ արձանագրել, որ սա ունենալու է շատ կոշտ հետևանքներ բոլորի համար եւ ընտրակաշարք բաժանողները արմատախիլ են արվելու այս երկրից եւ իրենք դեռևս չեն պատկերացնում ինչա իրանց սպասվում։ Սա մեկ կներեք օրենքի ուժով ամենակներեք ես կավարտեմ հեսա օրենքի ուժով ամենախիստ եւ ամենահնարավոր ամենախիստ պատիժն է իրանց սպասվում ես հստակ ասում եմ այն ինչ որ լինելու է իրանց հետ թող լավ պատրաստվեն դրան ինչ վերաբերում է ձեր մատնանշած հարցին եւ ասում եմ սա շատ կարեւոր է արձանագրել որովհետեւ վերջին 8 տարիների ընթացքում մենք այնուամենայնիվ ունեցել ենք ընտրություններ հարաբերականորեն ազատ, անկախ եւ ժողովրդավարական։ Վերջի ընտրությունները հələ մի հատ էլ որ ընդդիմությունն է խոսում ընտրակեղծիքներից կամ նմանատիպ բաներից բողոքում է, իրոք տենց մարդկանց դեմքներին ժպիտ առաջացնում գյուղերով ընտրակաշարք են բաժանել ու միակ բանը որ կարող են իրենք բողոքել, միակ բանից որ իրենք կարող են բողոքել, այդ այն է որ իրենք փողը տվել են ու իրանց չեն ընտրել մարդիկ։ Կներեք ավարտում եմ։ Ինչ վերաբերում է ձեր մատնանշած հարցին, ես միակ բանը որ գիտեմ, դա այն է որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ձեր ասած որոշման հետևանքով 1200-ից ավել ձայն է կորցնում, բայց անկեղծ եմ ասում, նույնիսկ այդ դետալները ինձ հետաքրքիր չեն, որովհետև մի կարմիր գիծ է հատվել, մի ռուբիկոն է հատվել ընդդիմության կողմից, որը որ այլ մոտեցման է բերելու իշխող կառավարող ուժի կողմից քաղաքական այլ մոտեցման է բերելու եւ մենք այլ որակի նոր մոդելի պետություն ենք դառնալու դրա հետևանքով։ Պարոն Ավինյան, իսկ որ այդ վերահաշկամ այդ չեղարկման արդյունքում, որը ըստ էության կարող է վճռորոշ լինել Բարգավաճ-Հայաստանի համար։ Անկեղծ եմ ասում, ինձ այնց մեկ է։ Բարգավաճ-Հայաստանը անցնի, չի անցնի, ընտրակաշարք բաժանող Բարգավաճ-Հայաստանները, ուժեղ Հայաստանները, չգիտեմ, Հայաստան դաշինքները առհասարակ մեր քաղաքական կյանքում տեղ չպետք է ունենան, այդ տեսակ ուժերը առհասարակ չպետք է լինեն մեր քաղաքական դաշտում ընտրակաշարք բաժանողը ընտրակեղծարարությամբ զբաղվողը Հայաստանի Հանրապետությունից պետք է արմատախիլ արվի։ Սա է իմ քաղաքական դիրքորոշումը։ Մնացած դետալները բացարձակ Պարոն Ավինյան,